կա հասարակական կոնֆլիկտ պետական կառավարման մոդելների, մեկ էլ հասարակության պետական համակարգն է օգնում, որ թշնամական նարատիվները ներթափանցեն մեր հասարակություն։ Ճգնաժամը դա ոչ թե դրսից ստիպողական է, դա եւ ներսից ստիպողական հարց է։ Որտեղից պիտի սկսենք մեր մոդելի փնտրտուքը։ Մենք մինչեւ այսօր չգիտենք հայ մարդն ով է։ Մենք ունենք կոնցեպտուալ մտածողություն։ Երբ որ ունես այս հնարավորությունը, պետքա օգտագործես քո ուժերը ուժեղացնելու համար։ Եկեք հասկանանք ինչու ենք մենք այդքան անփույթ։ Մարտական նարատիվներից մեկը, որը թշնամին օգտագործում է մեր դեմ, ամենակարևորը իրենք ուղղել են իրենց աշխատանքը հայ տղամարդու կերպարը փոխելու վրա։ Մենք վճարում ենք այդ գինը, բայց արդյունքում պետությունը նորից էլի հարցականի տակ է պետականությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մեկինը չի, որը պաշտոնյա է, այլ քոնն է։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Սկսում ենք մեր ինքնությունը նախագծի հերթական դրվագը, այսօրվա մեր հյուրը հրաշալի մարդկանցից մեկն է Հայկ Տրոնյան, Հայկ ողջունում եմ։ Բարև ձեզ։ Հայկը սոցիոլոգիական գիտությունների տեխնացու է, աշխարհ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն եւ ես նայում եմ նրա գործունեությունը, ինձ բոլոր ասպեկտները գրավիչ են, սոցիոլոգիական հետազոտություններ, գիտական հրապարակումներ, օրինակ Արցախի միգրացիա, հասարակական գործընթացներ, հայոց լեզու, ազգային ինքնություն, հասարակական մտածելակերպ, կոգնիտիվ պատերազմներ, ինձ հարազատ ոլորտ հայկական քաղաքակրթություն եւ այլն, եւ ես հուսով եմ, որ մենք այսօր կկարողանանք այս թեմաների միջով անցնել եւ ձեզ հետ ունենալ հետաքրքիր քննարկում, հորդորում եմ, խնդրում եմ, առաջարկում ավելի ակտիվ լինել եւ հետեւել մեր այս նախագծին։ Այստեղ գալիս են մարդիկ, որոնք լուրջ հետագիծ ունեն եւ դրա համար ես ամեն անգամ ուրախությամբ եմ ներկայացնում իմ հյուրերին։ Հայկ եւս մեկ անգամ ողջուն։ Գիտեմ, որ շատ մեծ աշխատանք եք կատարում Աշխարհ գիտահետազոտական կենտրոնի շրջանակում, կարևոր աշխատանք եք կատարում։ Այսօր փորձենք մի փոքր բացել փակագծերը եւ հատկապես մեզ դիտողներին փորձենք ներկայացնել այսօրվա Հայաստանին վերաբերող խնդիրները, մասնավորապես նարատիվային պատերազմները, ինչ է նարատիվը ընդհանրապես, որտեղ դուք խոսում եք դրա մասին, ես էլ եմ խոսում, ես ինձ հետաքրքիր բնականաբար մեզ հետևողներն ներկայացնեն, թե ինչպես են ստեղծում նարատիվներ, ինչու են դրանք կարևոր, ինչպես պետք է հականարատիվներ ստեղծել կամ ընդհանրապես արդյոք պետությունը պետք է դրանով զբաղվի, թե քաղաքասարակությունը, թե եւ նրանք պետք է անեն դրա, այսինքն այդ հարցերն են, որոնք հատկապես այսօր մեր այս զարգացումների շրջանակում շատ կարևոր են դարձել, բայց իրենք մնում են որոշակի անտեսված։ Դրա համար ես հարցս կսկսեմ մի փոքր ավելի հեռվից գալ։ Արդյոք մենք այսօր ունենք ինքնության ճգնաժամ։ Առաջին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հրավիրեցիք։ Ես հետևում եմ ձեր աշխատանքին, ինձ շատ է հետաքրքիր, որ մարդիկ կարողանում են այսօր որակով կոնտենտ տան, որովհետև դա ամենամեծ խնդիրներից մեկն է։ Մեր աշխարհում ոչ թե Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում, որովհետև որակը քանակի մեջ կորչում է, ու փիլիսոփական տենց օրենք կա, չէ՞, որակը դեպի քանակ, քանակը դեպի որակ, ու հիմա հենց այդ որակի ու քանակի պայքարն է աշխարհում գնում։ Ցավոք այս պահին քանակը հաղթում է, բայց ես համոզված եմ, որ որակը բերելու է նրան, որ փոխվելու է եւ քանակի խնդիրը, որովհետև դա ուզած-չուզած սոցիոլոգիական օրենքներից մեկն է։ Ամեն մեկս մեր մտածելակերպի մեջ նկարում ենք իրականությունը։ Իրականությունը օբյեկտիվ չի լինում, ինքը լինում է սուբյեկտիվ, որովհետև մենք մեր իրականությունը սուբյեկտիվ ենք նկարում, ելնելով մեր կյանքի փորձից, մեր մտածելակերպից, ու ինձ համար մենք այսօր ինքնության ճգնաժամի մեջ ենք։ Ու այնպիսի ճգնաժամի մեջ ենք, որպիսի ունեցել ենք օրինակ քրիստոնեություն ընդունելուց առաջ։ Երբ որ մեզ Սասանյաններն ասեցին կամ ընդունում եք մեր թագավորին, կամ հրաժարվում եք միհրաիզմից անցնում եք Աշուրամազդրայի ընդունելու տակ ու կորցնում եք ձեր ինքնությունը։ Ու մեր պապերը որոշեցին, որ չէ, մենք պետք է ընդունենք նոր գաղափարախոսություն, ստեղծենք նոր հայի ինքնությունը, ու այդ ճգնաժամը հիմա իմ մտածելակերպով նույն իրավիճակի մեջ ենք մենք այսօր։ Այսինքն մեզ պարտադրում են էլի փոխել ինքնություն դրսից։ Մեզ պարտադրում են, որ մենք
ընտրություն կատարենք, ոչ թե պարտադրում են, որ մենք փոխվենք, այլ պարտադրում են, որ մենք ինքնություն կատարենք, կամ, չգիտեմ, Էսմի Վեբերն ես ընտրում, օրինակ ռուսկի միրի մասն ես դառնում, կամ էլ Թուրանի մասն ես դառնում։ Դա չի նշանակում, որ այդ ընտրությունը վատն է, դա օբյեկտիվ է։ Կամ եվրոպական, այո, կամ եվրոպական Վեբերն ես դու ընտրում ու դու պետքա դառնաս հենց այդ ընտրության մի մաս, բայց ոչ մեկը չի ասում ես դուք կարող եք ունենալ ձերը, թե չեք կարող ունել, դա մենք պետք է մեզ ասենք։ Ու դառնում է, որ ճգնաժամը դա ոչ թե դրսից տիպողական է, դա եւ ներսից տիպողական հարց է։ Ինքներս ենք կանգնած այդ ճգնաժամի դեմ, ինքներս մեր հետ ունենք խնդիր։ Մենք ուզում ենք լինել ինքնիշխան, ինքնուրույն, ուզում ենք դառնալ նոր հայի կերպար, որը ունի հենց այդ պատմամշակութային փորձը, դա ուզում ես դրա ժառանգը դառնա, թե չենք ուզում։ Ես տեսնում եմ, որ մասսայական մեր հասարակությունը վախենում է ընդունել հենց այդ մեծ պատմամշակութային ժառանգությունը, որովհետև դա ճիշտն ասած հոգեբանորեն եւ ճնշում է։ Երբ որ դու պատկերացնում ես, որ քո պապերը, անցյալները եղել են հսկայական մարդիկ, որոնք քաղաքակրթություն են ստեղծող եղել, որոնք ոչ թե տիրել են, այլ կիսվել են աշխարհի հետ գիտելիքներով, հմտություններով, կառավարման մոդելներով, բանակ կառավարման մոդելներով, ու դու այսօր դրա հնարավորությունները ոչ թե չունես, այլ դեռ չես կարողանում այդ մասշտաբներով մտածել, սա իրականում հոգեբանական ճնշում է։ Ու սովորական մարդը չի ուզում ընդունի, որ իր անցյալներն եղել են այդպիսին, որտեղ երբ որ դու ընդունում ես, որ նրանք եղել են այնպիսին ու քեզ համեմատելով նրանց հետ զգում ես քո ոչնչությունը, սա մեծ ցավ է։ Բայց այստեղ մի հարց առաջամ, Հայկ, օրինակ հույները, այսօրվա հույները, իրենք մտածում են, որ իրենք եղել են շատ մեծ, իրապես մեծ են եղել, շատ հույների մասին հաճախ օրինակ Հայաստանում մի քիչ ավելի բանով են նայում, այդպես ավելի մատերի արանքով, իրականում մեծագույն ազգերից մեկն է, որ աշխարհին այնքան բան է տվել, որ եթե ոչինչ չանեն, միայն եթե դրա վրա օրինակ պատենտ ունենան եւ հեղինակային իրավունքներ, օրինակ ժողովրդավարության, կառավարում, փիլիսոփայություն, արվեստներ, ամեն ինչ, իրենք կարող են հանգիստ ապրել, բայց իրանք այդ հույները չեն այլևս այն նախկինի, այդպես ասած Պլատոնի, Արիստոտելի հույները չեն։ Եվ ես չեմ կարծում, որ այնտեղ ենթադրեմ մարդիկ նստած մտածում ասում մենք պիտի նորից լինենք իրենց նման մեծ եւ այդպիսի հզոր Հունաստան։ Մարդիկ ապրում են, բայց դա ես չեմ ասում դա ճիշտ է, բայց ինչ ես կարծում, արդյոք մենք պիտի գնանք այդ ճանապարհով նորից վերհիշելու մեր անցյալը։ Հույներին ոչ մեկը իրենց դեմ խնդիր չի դնում ընտրություն կատարելու։ Իրենք այն իրավիճակի մեջ որտեղ կան, իրենց քաղաքակրթական ժառանգությունը, որն իրենք ունեն, իրենք ընդունել են այսպիսի մոտեցում, որ մենք սա ենք վայելում ու վերջ։ Մենք նորը չենք ստեղծում, նոր քայլեր չենք անում ու իրենց եւ ընդունում ենք եվրոպական գաղափարախոսության միտքը, բայց եվրոպական գաղափարախոսության հենց հիմքը հռոմեական փիլիսոփայությունն է, հռոմեականը էլինական փիլիսոփայությունն է։ Հույները կոմֆորտի մեջ են։ Իրանք խնդիր չունեն։ Իրենք իրենց ներսում կոնֆլիկտ չունեն։ Իրենց համար ինչ խնդիր չկա։ Բայց մենք ունենք էգզիստենցիոնալ խնդիր, մենք ոչ թե կոնֆլիկտ ունենք, մենք էգզիստենցիոնալ խնդիր ունենք, մենք կամ պետք է հրաժարվենք մեր ինքնությունից, ընդունենք տարբեր առաջարկներից մեկը, կամ էլ պետք է մեր ինքնությունը պաշտպանենք ու վերականգնենք։ Մենք միջև այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է իրականում։ Մենք միջև այսօր չգիտենք հայ մարդն ով է։ Մենք այդ հարցի պատասխանը դաժե չենք կարողանում տանք։ Իսկ դրանից ելնում է այն հարցը, թե հայկական պետականությունը որն է։ Հայ զինվորն ով է, ինչի համար է ինքը պայքար տանում, հայ հասարակությունը ինչի համար պետք է համախմբվի, հայ տղամարդը առաջինը ինչը պետք է պաշտպանի։ Սա իրականում փիլիսոփական հարց է, որից ելնում է արդեն գոյաբանությունը։ Իսկ հայկական մենտալիտետի մեջ հենց այդ փիլիսոփայությունը մեկ էլ գոյաբանությունը շատ իրար հետ համագործակցված են ու համակապված են։ Եթե մենք այդ հարցի պատասխանը չենք կարողանում տանք, դա լուրջ խնդիր է մեր համար։ Իսկ ով պիտի տա, մենք պիտի ունենանք էլիտա, որը պիտի տանի այդ գծերը, թե պետքա ներսից գա այդ պահանջը, ներքևներից գա այդ ձևակերպումները, որոնք ուղղակի իհարկե կհղկվեն ենթադրենք վերևում, որտեղից պիտի գա։ Երևի երկու կողմանի աշխատանք պետք է լինի։ Առաջինը էլիտա բառը Հայաստանում շատ տոքսիկացված է։ Դրա համար ես ավելի շատ կասեի, որ դա պետք է
մեր մշակույթի ներկայացուցիչները, մեր գիտական ներկայացուցիչները, մեր կրթական ներկայացուցիչները իրենց կողմից ձևավորեն, իսկ հասարակությունը ներսից այդ հարցը արդեն բարձրացնում է։ Ես տեսնում եմ, որ հասարակության համար այսա խնդիրներ են, ու դա արդեն վառ երևում է, ու եթե այս խնդիրները բացվել են, դա նշանակում է, որ վերևից մեկը պետք է սկսի դրանով աշխատել։ Աշխարհգիտահետազոտական կենտրոնի հենց նպատակը դրանում է կայանում, որովհետև այդ հարցերի պատասխանը տալուց հետո դու կարող ես աշխատել։ Իսկ մենք այսօր ունենք լուրջ խնդիր, երբ որ հայկական փիլիսոփայական դպրոցները հայտարարում են, որ հայկական փիլիսոփայություն չկա։ Չկա հայկական փիլիսոփայություն։ Ինչ աշխատանքներ եք հիմա անում կենտրոնով։ Մենք հիմա կենտրոնի շրջանում մի քանի ուղղության վրա ենք աշխատում։ Կենտրոնը ինքը իրանով զբաղվում է նրանով, որ հետազոտում է մեր պատմամշակութային փորձը, վերագնահատում է մեր այսօրվա իրավիճակը ու սրա հիման վրա պատրաստում է ապագայի մոդելներ, կառավարման, պետականության, հասարակության մոդելները, ինչպիսին կարող են լինել, սա գիտական աշխատանք է, բայց հենց սրանից է սկսում մյուս քայլերը։ Նույն ձևի անվտանգության ոլորտում մենք մոդելներ ձևավորում, կոգնիտիվ մտածելակերպի, արհեստական բանականության հետ աշխատանք տանելու եւ հայկական քաղաքակրթությունը թվային դարում ինչպիսին պետք է լինի, որովհետեւ այսօրվա քաղաքակրթությունները իրանք չեն կարող թանգարանի նման լինել, որ պաշտպանում ենք այն, ինչ արել ենք այ հույները, որոնց մասին դուք ասեցիք, ընդունել են այդ մոդելը, իրենք դարձել են թանգարան, իրենք իրենց մշակույթը թանգարան սարքելով մենակ զբաղվում են նրանով, որ պահպանեն սա, նոր գաղափարներ չեն տալի, իսկ քաղաքակրթության միտքը նրանում է կայանում, որ դու պետք է նորը տաս, դու պետք է աշխարհին առաջ տանելու մոդելներ տաս։ Մենք մեր դեմ խնդիր ենք դրել, որ կարողանանք այս պատմամշակութային փորձի հիման վրա գիտական մոտեցումով պատրաստել նոր մոդելներ, որտեղ կան մարտահրավերներ, որոնք մեր համար էգզիստենցիոնալ են, բայց իրենք ամբողջ աշխարհի համար են։ Օրինակ, պետական կառավարման մոդելները եւ հասարակության համագործակցությունը։ Մեր մոտ վառ երևում է, որ մեր հասարակությունը չի ընդունում պետական մոդելները, պետական մարմիններին որպես հարազատ չի ընդունում ու հարգանքով չի վերաբերվում։ Սա իրականում խնդիր է։ Սա նշանակում է, որ ինչ որ կա հասարակական կոնֆլիկտ պետական կառավարման մոդելների, մեկ էլ հասարակությունը չի ընդունում այս կառավարման մարմիններին, կառավարման մարմինները իրենց հակառակորդ են հասարակության դիմադրում։ Սա խնդիր է։ Կարևոր բան եք ասում եք։ Ինձ ստացվում է, որ մենք ունենք փաստացի եւ հասարակություն կառավարման կամ պետական օղակների միջև անվստահության խնդիր։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ էլ ժամանակի միայն Վրաստանի մասով էին եվրոպական բոլոր զեկույցներում նշում, որ կա այդ բևեռացումը, երկփեղվածությունը, հիմա մեզ մոտ ենք մենք դա գրեթե կարելի է արդեն ֆիքսել, ինչը կարծում եմ, որ ցավալի բան է, փաստ է, բայց ո՞րն է պատճառը, որ մենք քաղաքականությունն է, այդ թե դա նորմալ է, որ տենց պիտի լիներ ի վերջո։ Գիտեք, այս քաղաքակրթական հետազոտությունների մոտեցումը ցույց է տալի, որ դու պետք է հետազոտես քո արխետիպը, հասարակության արխետիպը, մենտալիտետը, հասկանաս, թե քո հասարակությունը դարեր շարունակ ոնց է այդ հարաբերությունը ձևավորել, ու եթե չի համապատասխանում այսօրվան, խնդիրը հենց դրա մեջին է։ Հիմա նայեք, մեր պետական մոդելը ինքը եվրոպական պետական մոդելի copy-paste արած ձևավորումն է, թե խորհրդային։ Դե խորհրդայինն էլ եվրոպականն է։ Շնորհակալություն, դա կարևոր բան եք ասում, դա շատերը չեն հասկանում այդ կապը, որ մեծ մոտ ցավոք իհարկե Եվրոպայի հանդեպ ունեցած այդ մենք եվրոպացի ենք եւ այլն, հիմնականում գալիս է խորհրդային միության մոդելներից։ Այո, բայց post-սովետականը փորձել են վերցնել հենց եվրոպական մոդելն է, դաժե ոչ ամերիկականը, ոչ բրիտանականը, այլ դասական եվրոպական, այո, կոնտինենտալ եվրոպականը։ Բայց եթե նայում ենք հենց այդ կոնտինենտալ եվրոպականը որտեղից է ձևավորվել, ինքը ձևավորվել է հռոմեականից։ Իսկ հռոմեականի հիմքը էլինականն է, հռոմեական քաղաքակրթությունը, եթե չասեմ մեր թշնամական քաղաքակրթություն է եղել, բայց մեր դիմադրող քաղաքակրթություններ են դարեր շարունակ եղել։ Հիմա մենք վերցրել ենք հենց այդ մոդելները ու պարտադրում ենք մեր հասարակության, ասում ենք դուք պետքա
համապատասխանեք այս մոդելների, բայց դա մեզ հարազատ չի այդ մոդելը։ Որն է մեր հարազատ հենց այդ մոդելը։ Մենք պետք է կարողանանք հասկանանք մեր պատմամշակութային փորձից։ Պետք է հասկանանք, թե մեր քաղաքացին որն է ընդունում իրենը։ Ասենք մի հատ օրինակ բերեմ, ես այդ օրինակը շատ եմ բերում, բայց գտնում եմ, որ դա շատ կարևոր է։ Դարեր շարունակ մեր մենտալիտետի մեջ եղել է, որ ազատներ, երբ որ հասարակությունը բաժանված է ազատների, մեկ էլ ոչ ազատների, որ ազատները լինելով իշխանականներ, իրենք ռազմիկ են եղել ու ռազմիկի ոչ թե մենակ իրավունքն են կրել, զենք կրելու իրավունքը, այլ պարտականությունը։ Դա նշանակում է, երբ որ պատերազմ է եղել, ռամիկը ոչ ազատը չի գնացել պատերազմել, ռազմիկն է գնացել։ Իսկ մենք այսօր ունենք մի հատ իրավիճակ, երբ որ քո իշխանությունը պարտավոր չէ բանակում ծառայած լինի, իսկ բարձր պաշտոնյաները պարտավոր չեն, որ լինեն սպաներ, ոնց որ օրինակ Իսրայելում է այսօր, ձեր որ օրինակ բերեցիք, դա նշանակում է, որ հասարակությունը ասում է ինչ-որ մի բան այն չի։ Համ ես պատերազմ գնամ, համ հարկը վճարեմ, համ էլ չհասկանամ ոնց է կառավարվում։ Այսա է դիսոնանսի բերում։ Այ քաղաքակրթական կառավարման մոտեցումը այս սրանով է ձևավորվում։ Հիմա այդ մոտեցումը օգտագործում է Չինաստանը, այդ մոտեցումը օգտագործում է Հնդկաստանը, օգտագործում է Հարավային Կորեան, Ճապոնիան, սկանդինավիական պետությունները, Շվեդիան ինքը հետազոտություններ է անում իր պատմամշակութային փորձը, մենտալիտետը, ու դրա հիման վրա ձևավորում է դաժե բիզնեսը։ IKEA-ն քաղաքակրթական բիզնեսի մոդել է, որտեղ կա ամբողջ իրենց մենտալիտետը, իրենց արխետիպը եւ աշխարհայացքը մինիմալ բաներով սարքել ունենալ մաքսիմալ էֆեկտ։ Հիմա մենք պետք է կարողանանք հասկանանք, թե մեր հենց այդ կարևոր խորքային մշակութային ժառանգությունը որն է, որ դրա հիման վրա պատասխանենք այն մարտահրավերներին, որոնք այսօր մեր դեմ են, ու ոչ թե մենակ մեր դեմ, ամբողջ աշխարհի, որտեղ այսօր կառավարման մոդելները ամբողջ աշխարհում է կրիզիսի։ Այս եթե մինչև հիմա մենք չենք հասկացել, կա այդպես տարբերակ, որ հանկարծ պետք է նստենք, մտածենք եւ հասկանանք։ Եթե բնականից այդ ցանկություն չի առաջացել, այսինքն ես կարծում եմ, որ շատ բաներ կա, որոնք բնական էվոլյուցիոն ճանապարհով են գնում։ Սկանդինավյան երկրները հիշատակեցիք, ես առիթ եմ ունեցել այնտեղ տարիներ շարունակ աշխատելու եւ բավականին լավ գիտեմ իրենց եւ քաղաքակրթական այդ շերտերը եւ այսօրվա ժամանակակից այո մոտեցումները։ Դանյան օրինակ ֆանտաստիկ հետաքրքիր մոտեցումներ ունի եւ բիզնեսի առումով եւ այլն, գիտեք, փոքր պետություն է, բայց օրինակ բժշկական առողջապահական ոլորտում գիգանտներից մեկն է, այդ Նորդիսկը եւ այլն ենթադրենք այդ ինսուլինի արտադրության ահռելի ամբողջ մեծ հիմնականում կամ Մայերսկը, որը աշխարհի մակարդակում դա քիչ մոտեցում ունեն իրենք փոքր, բայց Հայաստանը եւս կարծես պիտի գտներ իր մոդելը, բայց ինքը չի գտել կամ նույն հույների նման ինքը չէր ուզում միգուցե գտնել, հարմարվել է այս իրողություններին։ Նախորդ հյուրերից մեկը ասում էր, որ մեր ունակություններից մեկը դրական իմաստով այդ adaptability-ն է, ու բայց հարցը առաջանում դա լավ է թե լավ չի, այսինքն հարմարվելը լավ բան է, թե լավ ունակություն է, ի վերջո կամուֆլյաժը լավ բան է, հա, այդպես կենթանական աշխարհն էլ ունի նման բան, երբ որ թշնամիներից, ասենք այս սպառնալիքի դեպքում ինքը փոխում է իր բանը, բայց ինչքանով է դա երկարաժամկետ կտրվածքով բերում արդյունքներ, եթե դու անընդհատ փորձում ես հարմարվել եւ ոչ թե ի վերջո գլուխդ բարձրացնել եւ ասել ես էստեղ եմ եւ ես սա իմ դրոշակն է, ես խփում եմ եւ ես այստեղից չեմ շարժվելու, քան ուղղակի փորձես խուսանավել անընդհատ։ Ու երևի դա ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետեւ այստեղ հարցը ծագում ինձ այդ պասիոնար էներգիան կա, թե չկա։ Ես համոզված եմ, որ մեր գենոֆոնդի մեջ կա պասիոնար էներգիայի ոչ թե մենակ կարիք, այլ եւ հնարավորություն։ Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ հնարավորություններ այսօր, որովհետեւ մարտահրավերները իրենք եւ հնարավորություն են տալի։ Սրանից, չգիտեմ, 10 տարի առաջ երևի մենք չէինք նստի սենց շփվել այսպիսի կարևոր հարցերի մասին։ Սրանից 10 տարի առաջ դու Հայաստանում չէիր կարող մարդկանց հետ անկեղծ լինեիր, բաց խոսեիր, երբ որ ուրիշ մոտեցում էր։ Հիմա քանի որ խնդիրներն էգզիստենցիոնալ են դառել,
եւ շփումը կոմունիկացիան էլ է ավելի հեշտ դարել, որովհետեւ արդեն հասկանում են հետ գնալու ճանապարհ չկա, արդեն հանդուրժելու հնարավորություն չկա, կամ պետք է աշխատենք ողջ մնանք, կամ էլ պետք է, չգիտեմ, թուրք դառնանք, օրինակ եմ ասում, դա որպես օրինակ բերեցի։ Ու ինձ թվում է, որ հնարավորությունը կա, ուժը կա եւ պետք է մարդիկ, կոնկրետ մարդիկ վերցնեն իրենց վրա պատասխանատվություն։ Ցավոք աշխարհում ոչ մի օրինակ չկա, որ մասսան է վերցնում այսպիսի հարցերի պատասխանը տալու խնդիրը ու մասսան է այսպիսի հարցերը տալ, այդպես բան չկա։ Նույն ձևի Շվեդիան, դուք ինձնից լավ գիտեք, որ այնտեղ ամբողջ շվեդական հասարակությունը չի այդ հարցի պատասխանը տվել։ Այնտեղ եղել են կոնկրետ մարդիկ, որոնք շվեդական կայսրության գաղափարը վերցրել են ու դրա հիման վրա հասկացել են, որ առաջ գնալու, զարգանալու համար պետք է փոխվենք։ Ու դա կոնկրետ մարդիկ են արի, հիմա նույն ձև էլ մենք պետք է դա հասկանանք։ Ես հասկանում եմ, որ մենք շատ հին ազգ ենք ու այս փուլերը տասնյակ անգամ անցել ենք, դա համար մեր ընդհանուր մասսան չի ուզում նորից անգամ այդ փուլն անցնի ու հենց այդ ադոպտացիայի երևի ունակությունը դրանից է ելնում, որտեղ արդեն մի քանի անգամ սենց անցել ենք, էլի խնդիրները։ Բայց չնայած դրան, ես համոզված եմ, որ մենք այդ ուժն ունենք ու պետք է դրանով զբաղվենք, որովհետև աշխարհն էլ մեր կարիքն ունի։ Նայեք, հայկական քաղաքակրթության առաքելություններից մեկը դա տարբեր մշակույթների միջնորդ լինելն է։ Մենք միշտ կրել ենք այդ առաքելությունը, միշտ եղել ենք հռոմեականի, պարսկականի միջնորդը, մեր մշակույթն է ձևավորված հենց այդպես, մեր գաղափարախոսությունը, մենտալիտետն է հենց այդպես ձևավորված հայ մարդու համար եւ մուսուլմանական պետություններում ինքը կոնֆլիկտ չի տեսնում այն հասարակության հետ եւ եվրոպական պետություններում կոնֆլիկտ չի տեսնում։ Հիմա այդ ֆունկցիան ինչ որ մեկը պետք է կատարի։ Այդ ֆունկցիան հիմա փորձում է Թուրքիան վերցնել իր վրա, փորձում է Ադրբեջանը վերցնել իր վրա, բայց դա իրենց առաքելությունը չի, դա մեր առաքելությունն է։ Կամ մենք դա հասկանում ենք ու զբաղվում ենք դրանով, կամ էլ այս առաքելությունը անցնելու է ուրիշին։ Հետաքրքիր է, որ դուք այդ համատականները անցկացնում եք եւ սկանդինավյան երկրներ եւ մասնավորապես Հունաստան կամ Հարավային Կորեան, բոլորը եթե նայենք, ամեն մեկը ինչ որ ասոցիացիաներ են առաջացնում։ Սկանդինավցիները շատ լուրջ ներդրում են ունեցել իրենց ընդհանրապես բրենդային այդ բրենդ որպես ձևավորելու, ընդ որում այդպես որ հատուկ նստել մտածեք եկեք մի բան անենք, մենք էլ դառնանք հայտնի, ենթադրենք Volvo ստեղծեք, որ ամբողջ աշխարհը գիտի եւ դա հավասարազորակի, չգիտեմ, ճշգրտության եւ այլ կամ նորվեգացիները կամ ենթադրենք դանիացիները, ֆինները ունեն իրենց մոտեցումներ անգամ ռազմական ոլորտում, գիտեք, իրենք շատ հայտնի են իրենց հիբրիդային պատերազմների, այո, դիմակայունության հարցում, այդ society government այդ հարաբերություններում, կոնցեպտուալ մոտեցումներ են, այսինքն կոնցեպտուալ մտածողություն կա։ Մենք ունենք կոնցեպտուալ մտածողություն։ Բայց բերեք, քանի որ դուք այնտեղից փորձ ունեք, բերեք համաձայնվենք, որ այդ կոնցեպտուալ մտածումը ունեք Շվեդիայում կամ ինչքան հիշում եմ երկու ինստիտուտ, գիտական ինստիտուտներ, որոնք զբաղվում են այդ ռազմավարական ձևավորման հարցերով։ Այնտեղ մի քանիսը կան, սկսած Սիբիրից վերջացած մի քանիսով, այո։ Դեռ իրենք կոգնիտիվ պատերազմի հետազոտություններ հայտնաբերելու պետական բան ունեն, ագենցիա ունեն, որը հատուկ մենակ դրանով է զբաղվում։ Սա չի նշանակում, որ իրենք ընդհանուր հասարակությունով են դրան եկել, դա նշանակում է, որ իրենք որպես պետություն, որպես հասարակություն հասկանում են, որ սա կարևոր բան է, հիմնել են եւ ֆինանսավորում են հատուկ ինստիտուտներ, որոնք այնց այդ ստրատեգիական հետազոտություններն են անում, ձևավորում են ու հետո այսա հասարակությունում տարածվում է։ Իհարկե, ես այստեղ մի քիչ վերապահումներ ունեմ, որտեղ ես չգիտեմ դրա արդյունավետության աստիճանը։ Որտեղ մի բանը, երբ որ իրենք եւ ոչ միայն իրենք ընդհանրապես այդ մոտեցումները կան, բայց այլ հարց է թե իրականում, երբ որ կա ընդհանրեն գրող, նույն կոգնիտիվ ոլորտ մենք կամաց կարծեմ գալիս ենք դեպի այդ դաշտ, այդ դեպքում արդեն իրենց նույն հասարակությունը որքանով է դիմակայում, որքանով է կարողանում իսկապես մարտունակ լինել այդ իրավիճակում։ Որտեւ հա, շատ լավ այդպես նույն հրեական մոտեցումները կան, իսրայելական,
բայց ես ուզում եմ վերադառնանք մեզ։ Մենք պիտի նայենք այլ ազգերը, ինչպես են անցել այդ ճանապարհը, ընտրենք մեզ համար հարմարը, թե մենք ինքներս մեր մեջից պիտի գեներացնենք, ելնելով մեր այդ անցյալից քաղաքակրթական, քանի որ դուք նաև շատ տարբերություն եք դնում ազգ պետություն եւ քաղաքակրթություն պետություն այդ միգուցե նաև դիխոտոմիա է նույնիսկ չգիտեմ, այսինքն իրանք հակադրվում են իրար թե չէ, մենք ինչ որտեղից պիտի սկսենք մեր մոդելի փնտրտուքը։ Երևի դա զուգահեռ process-ներ պետք է լինի։ Դու չես կարող մենակ քեզնով զբաղվես, քեզ հետազոտես, անտեսելով ուրիշների փորձը, որովհետև այսօր այդ փորձը մեծ հնարավորություններ է տալի, որովհետև երբ որ դու հասկանում ես, թե ուրիշներն ինչ սխալներ են արել, դա քեզ շատ է օգնում, երևի այդ երկուսը պետք է օգտագործել։ Մենք աշխարհ գիտահետազոտական կենտրոնում կա 6 ռազմավարական հետազոտությունների ուղղություն, առաջինը դա հոգևոր եւ փիլիսոփայական ուղղությունն է, երկրորդը պետականության ուղղությունն է, որ ինչպիսի մոդելներ պետք է պետական լինեն, երրորդը հասարակություն եւ սփյուռք, Հայաստանի հասարակությունը եւ սփյուռք, որտեղ քաղաքակրթական մոդելում դու չես կարող տարանջատես դրանց, երրորդը դա տնտեսությունն է, չորրորդը կոգնիտիվ եւ տեխնոլոգիաոլորտն է եւ վեցերորդը ամենակարևորը դա մեր քաղաքակրթությունը ուրիշ քաղաքակրթությունների էկոսիստեմայի մեջ, որտեղ երբ որ դու հասկանում ես քո տեղը որն է եւ հասկանում ես ինչպիսի հարաբերություն ունեցել ես պատմական ուրիշների հետ, հիմա ուրիշները ինչ մոդելներով են կառավարվում եւ ձևավորվում, դա շատ հեշտ է քեզ դառնում ճիշտ հարաբերություններ ուրիշների հետ ունենալ։ Օրինակ վերջի 2 տարվա մեջ հնդկական 2 think tank կազմակերպություններ կան, որոնք Հայաստանում արդեն մոտ մի քանի հատ կոնֆերենցներ են արել։ Ինչի համար են իրենք դա անում։ Ես գտնում եմ, որ իրենք ուզում են փնտրեն հասկանան մենք ունենք այդ քաղաքակրթական մոտեցումը, թե ոչ։ Երբ որ կարդում ես, թե իրանք ոնց են նայում Կովկասին, իրենք քանի որ փորձում են հենց այդ քաղաքակրթական պետական մոդելը ձևավորեն Հնդկաստանում, իրենք նայում են այսպես, իրենք բացում են Կովկասը մեր ու նայում են Վրաստան, ասում են մենք չենք հիշում մեր հարաբերությունները Վրաստանի հետ, կապը չկա, նայում են Ադրբեջան, նույն ձևի ոչ մի բան չեն հիշում, չեն տեսնում, նայում են Հայաստան ու այնքան հիշողություններ է իրանց մոտ դա բերում, որ իրենք ուզում են, որ այս դրա համար Հայաստանի հետ են կապը ձևավորում։ Հիմա եթե մենք սա կարողանանք ճիշտ օգտագործենք, այլ սա գնա եւ բոլոր այս հետազոտական ուղղությունները իրար հետ կապ ունեն, ու սա գնա հետո պետական մոդելների ձևավորման, հասարակության ձևավորման, ու սա այս փոխկապակցությունը աշխատի, դա կտա սիներգիայի էֆեկտ։ Եթե մենք օրինակ հիմա ճիշտ հետազոտենք ու հասկանանք հայկական ներդրումը Պակիստանում, ու հայերը Պակիստանում շատ մեծ ներդրում են ունեցել, դարեր շարունակ Պակիստանի զենքի արտադրանքը, հենց այդ երբ որ մեծ Հնդկաստան է եղել, այնտեղ զենքի հետ կապված արտադրանքը միշտ եղել է հայի հետ։ Հայի կերպարը այսօրվա Պակիստանում հենց այդ զենք արտադրողի կերպարի հետ է եղել։ Բայց գիտենք, որ Պակիստանը միայն անցյալ տարի ճանաչեց Հայաստանը։ Այո, բայց կարող է եւ խնդիրը հենց մեր մեջ է, որ մենք չենք հասկանում մեր հենց այդ քաղաքակրթական ներդրումը, ձևավորումը, կարող է խնդիրը հենց Պակիստանի մեջ չէ։ Մեր մեջ է, որ եթե մենք չենք հասկանում Պակիստանը որպես պետություն, ինքը ներսում ինչ գաղափարախոսություն ունի, ոնց է հայի կերպարը այնտեղ եղել, ու մենք դա չենք օգտագործում, հա վերջում իհարկե դու խնդիրներ ես ունենում։ Հայք Պանդորայի արկղ եք բացում ինձ համար, ասեցի լավ իմաստով, այսինքն այնքան կարևոր կետերի եք խփում, որ ինձ մոտ հազարավոր հարցեր են առաջանում։ Ինչու է մենք այդ դեպքում որևէ ձևով չենք փորձում փնտրել որևէ ինստիտուտ գլոբալ առումով բացառությամբ ձեր եւ մի քանի այլ ինստիտուտների, որոնք հասկացել են այդ կարևորությունը, այդ հարցերին պատասխաններ գտնելու, բայց ելի մենք հասկանում ենք, որ դժվար է լինելու նման փոքր ուժերով, ռեսուրսներով մեծ այդպես ազդեցություն են, ուզում եմ վերջը փոխնախարարի impact բառը օգտագործել, հայտնի դարձավ, չէ՞, կիսա անգլերեն մենք է կարող ենք անգլերեն բառը օգտագործել, չէ՞, մենք է գիտենք անգլերեն, բայց այսինքն ազդեցությունը ինչպես անել, որ մենք կարողանանք իսկապես այդ հարցերի պատասխան գտնել։ Ինչու են մեզ հետ պակիստանցիները, որտեղ կարծում եմ դա մի քիչ ավելի պարզ հարց է, որտեղ այդտեղ ադրբեջանական կոնկրետ քաղաքականության հետ կամ Եգիպտոսը, կամ Եթովպիան, կամ նույն ենթադրենք Չինաստանը, կամ Հնդկաստանը, կամ Իրանը։
Իրաքը, որը երկար տարիներ փորձում է մեր հետ տնտեսական հարաբերություններ ունենա, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Իրաքը, որը հիշում է հայի կերպարը, հայի մենտալիտետը Իրաքում, փորձում է մեր հետ հարաբերություն ունենա, բայց մենք չենք օգտագործում։ Եկեք հասկանանք ինչու ենք մենք այդքան անփույթ։ Ինձ թվում է, որովհետև մենք չգիտեմ խի, հասկանում եմ խի, բայց հստակ չեմ կարող շեշտեմ, ընդունել ենք, որ մենք փոքր ենք։ Ընդունել ենք, որ մենք ուժ չունենք, թույլ ենք ու մենք պետք է ինչ-որ մի հատ փոքր տեղ ընտրենք ու լռած նստենք։ Մեզ մոտ բարդույթ է շատ ուժեղ ձևավորվել, հա, ընթացքում։ Այո, ինձ թվում է խնդիրը դրանում է, ու սա ունի եւ կոգնիտիվ պատերազմի արդյունքն է, որ մեզ միշտ ասում են դուք այդպիսին եք, երկրորդը այն ադոպտացիայի խնդիրն է, երբ որ մենք էլ ենք հարմարվող, որովհետեւ այդ դրան դիմադրելու մեծ լինելը էներգիա է պահանջում, դու պետք է էներգիա ծախսես, որ համապատասխանես մեծ լինելու։ Երևի հենց այդ երկու հարցերը բերել են նրան, որ մենք դարել ենք այնպիսի այսօր ենք։ Ես մի քանի էքսպեդիցիա եմ ունեցել Արևմտյան Հայաստան, գիտեք, ես այնտեղ եմ հասկացել, որ մենք մեծ ենք։ Ես մի մարդ, որը մեծացել է արտասահմանում, ես հայերեն լեզուն եմ վերջի 4 տարվա մեջ սովորել, այդ փոքրությունը ես ոչ մի անգամ չէի հասկանում, թե խի ենք մենք փոքր, որովհետև երբ որ դու մեծ պետության մեջ ես լինում, չգիտեմ խի, որպես հայ, քո սենց սիրտը հոգիդ բացվում է, դու քեզ չես զգում փոքր, բայց Հայաստան գալուց առաջ իմ մոտ տենց էր, դու չգիտեմ խի քեզ թվում էր, թե դու փոքր ես, բայց Հայաստանը իրականում դա էս Հայաստանը չի եղել, մենք եղել ենք մեծ Հայաստան, ես դա հասկացել եմ Արևմտյան Հայաստանում։ Պատկերացնում եք, երբ որ դու Վանից մինչև Դիարբեկիր գնում ես 5-6 ժամ ու աճ ու ձախ դաշտեր են։ Դե կար տենց կոնցեպտ փոքր պետություն գլոբալ ազգ, բայց ես չգիտեմ, կամ ես այդ զգացողությունը օրինակ ունեցել եմ Թել Ավիվում, երբ այնտեղ Թել Ավիվից մի փոքր հեռու որ գնում ես, իհարկե Երուսաղեմ հասկանալ են, այնտեղ ամբողջությամբ հայկական թաղամաս ունենք եւ այլն, բայց երբ որ գնում ես էլի Թել Ավիվ ինչ որ հատվածներ եւ տեսնում ես մեկ էլ հայկական խաչքարեր են, հայկական եկեղեցի եւ ցանկացած երկում Եթովպիայում կլինի կամ որևէ միտեղ հայկական հետքը կա ու դու մտածում ես ասում ես լավ, մենք ամբողջ աշխարհով խնդիրը միայն իհարկե ցեղասպանություն չի, դա հենց առաջ էլ է։ Մենք այսքան ցանցային ներկայություն ունենք ամբողջ աշխարհով, մենք ինչպես է ստացվում, որ մենք այսպես ծվարել ենք այդ փոքր պետության մեջ ու չենք ուզում իրեն գոնե ուժեղացնել։ Եթե սահմանները չեն կարողանում մեծացնել, գոնե մեծացնենք իր կարողությունները, մեծացնենք արդյունավետությունը այդ պետության, այդ մոտեցումները չկան կարծես։ Եվ ես սա եմ ուզում հասկանալ ինչպես է, հիմա դու որոշակիորեն ասում ես, իհարկե այստեղ էլի շատերը կարող են շարունակել միտքը, որ մենք այդպես ենք, որովհետև ցեղասպանություն ենք անցել, որովհետև կայսրությունների մաս ենք եղել, որովհետև ներողություն բառի համար, բայց ոնց որ մեր գլխին անընդհատ բան են արել, սխմել են, հա ճնշել են ու անընդհատ փոքրացրել են եւ հիմա էլ կարծես գնում է այդ միտումը փոքրացնելու մեզ, բայց դրան ինչու մենք չունենք դիմադրություն։ Գիտեք, ես կողմակից չեմ մեղադրել ուրիշներին, ես կարծում եմ, որ դա մեր խնդիրն է։ Մենք պետք է ձևավորենք նոր մտքեր, նոր ազգովի։ Դու մեր ազգը պետք է ծնի մարդկանց, որոնք պետք է դա անեն։ Կամ էլ այդ մարդիկ ովքեր արդեն կան։ Մենք այսօրվա խնդիրները մենք այդպես չենք լուծելու երբեք։ Դա վերացական է դարձել շատ։ Կլինի, կգա, կլինի ժամանակ, պետք է անել այսպես։ Մենք ժամանակը գնում է եւ մենք ամեն օր նորանոր խնդիրների առաջ ենք կանգնում, այդ թվում եւ կոգնիտիվ ոլորտում, հոգեբանական ոլորտում, անվտանգային հարցերով մենք ինքնության այդ խնդիրներ ունենք, հատկապես ադրբեջանական ճնշման տակ ես տեսնում եմ, որ օրինակ հիմա թուրքերն են սկսել շատ ակտիվանալ այդ դաշտում, որ օրինակ հետաքրիր վատ իմաստով հետաքրիր իրենք գործիք են օգտագործում, ասում են, որ հայերը նույն մենք ենք, դա մենք ենք, այսինքն այսպես սեփականաշնորհում են հայերին, ասելով, որ դե մենք օսմանցի ենք եղել, նույն բանն է եղել, այդպես ազգային տարբերություններ չկա։ Սա էլ է մոտեցում, այդպես կամած աբսորբացնելու։ Հիմա ինչպես մենք կարողանանք որպես մտածող մարդիկ, որպես վերլուծաբաններ, հետազոտողներ, գիտնականներ, պետությունը եթե չի անում,
մենք ինչպես պիտի անենք եւ ընդհանրապես մեծամասնությունը միգուցե սխալ է ասել որ մեծամասնությունը պիտի անի, մեծամասնությունը երբեք չի անում, բայց կարծեք միտում էլ չկա, տենդենսը չկա, այսինքն այդ պատվերը, պահանջը չկա հասարակության կողմից, գիտեք, մտածող մարդիկ գտեք մեզ համար գոյատևման եւ ապրելու նոր մոդելներ, գտեք եւ մենք պատրաստ ենք ընդունել, ընդհանրենք ինչպես որ հրեաները վստահեցին Հերցելին կամ Ժաբոտինսկուն կամ այլոց, հա, որոնք ինչքան գին վճարեցին հրեաները դրա։ Վճարեցին։ Մենք վճարում ենք այդ գինը, բայց արդյունքում պետությունը նորից էլի հարցականի տակ է պետականությունը։ Համաձայն եմ, բայց անձամբ ես փորձում եմ դա անել ու աշխարհ գիտահետազոտական կենտրոնը հենց դրա համար է ստեղծված։ Այն ինչ դուք անում եք ստեղծելով որակով կոնտենտ, դա էլ է, չէ, հենց այդ աշխատանքը։ Իսկ պետությունը դա մեր հայլին է։ Մեր ինքը համապատասխանում է մեր հասարակության ու համապատասխանում է թե այն ինչ ուզում է մեր հասարակությունը։ Եթե հասարակությունը օքեյ է նրա հետ ինչ կատարվում է պետական ոլորտում, դա նշանակում է, որ հասարակությունը համապատասխանում է դրան։ Իսկ երբ որ դու տալիս ես հենց այդ որակը, բայց բերեք գնահատենք, իրականում օրինակ հայկական ինտերնետում կա որակով կոնտենտ, շատ քիչ է։ Իրականում գաղափարախոսություններ հայկական աշխարհում ձևավորվում են, շատ քիչ է։ Գուցե կարիք չկա։ Իսկ գուցե դա կարիքը եւ ձևավորում են այն մարդիկ, ովքեր տալիս են դա։ Հա, գլոբալ առումով, հա, բայց մեկը էլի շատ դաժան պայքար է, այսինքն օրինակ փորձել օրինակ հենց այս նույն հաղորդումը, հա, փորձում է ստեղծել կոնտենտ, բայց ինքը շատերին պետք չի, որովհետև ինքը մտածելու տեղը տալիս, իսկ մտածելը էներգատար է, էներգատարությունը նաև աշխատանք է պահանջում եւ այլ, որը պետք չի, իրեն պետք է պատրաստի fast food տալ, որ ինքը ուտի, այդ պահին ինքը հաճույք ստանա, այդ դոֆամինը մի քիչ բարձրանա, ինքը իր կյանքը համարվի, որ ստացված է, ամեն ինչ լավ է, cool է, okay է, հա, ինքը մի քանի հատ ֆոտո անի, դնի ռիլեր անի ու վերջ, եւ իր համար խնդիր չի, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ, հարցեր ունենք, դա համար օքեյ է, որ Ադրբեջանի հետ ենթադրենք, դե լավ, թող վերադառնան ադրբեջանցի, հա դե լավ, անկլավներն կարող ենք տալ, հա ինչ է եղել, որ մենք մեզ կարող ենք նաև ագրեսոր համարել, ով է ասում, որ եկեղեցիները մենն են եղել, ով է ասում, որ մեր եկեղեցին ռուսական ազդեցության տակ չի եւ այլն, այսինքն ամբողջությամբ այդ նարատիվների զոհ դարձած գլոբալ առումով հասարակության մեծ մասին միևնույն է։ Բայց բերեք համաձայնվենք, որ այդ նարատիվը երբ որ տալիս ես, պետք է տաս, չէ, որ հասարակությունը դա ընդունի։ Չէ, իր համար իրան դա ընդունելի չի, որովհետև դու իր համար լուրջ խնդիր ես, դու ես իր համար խնդիր դառնում։ Բայց երբ որ դու մոտ 5 տարի խնդիր ունես, դու գիտես, ասում ես, այդ սա լավ չի, դու խնդիր ունես, դու պետքա մտածես, որ դու խնդիր ունես, որ քո դեմ սպառնալիքներ կա, իրեն դա պետք չի։ Չէ, ես հետ նկատի չունեմ։ Ես այն նարատիվները, որը այսօր հասարակությունը կամաց ընդունում է, որ մենք ագրեսոր ենք, մենք դա տալիս են, չէ, իրան։ Ձևավորված նարատիվային ինֆրաստրուկտուրայի միջոցով, տեխնոլոգիաներով տալիս են, դա հասարակությունը ընդունում է, որովհետև դա ճիշտ աշխատանք են տանում հասարակության հետ։ Բայց ընդունենք, որ դա արվում է ներսում, որովհետև դրսից միայն արվելու դեպքում հնարավոր չի, որ օտար հասարակությունը ընդունի։ Որովհետև մեր ներսը շատ բաց է, մեր ինֆոդաշտը շատ բաց է, մենք ինքներս ենք մեր դեմ աշխատում։ Ժողովրդավարություն չի, էլ այնքան բաց է, որ ընդհանրապես ֆիլտրեր չկան։ Բայց հարցը եւ նրանում է, թե դու քո ինքնությունը ոնց ես ձևավորում։ Այդ մոդելներով, այդ նարատիվներով չես ձևավորում քո ինքնությունը։ Դու ընդհակառակը ջարդում ես քո։ Իրենք օրինակ ենթադրենք, մենք ագրեսոր ենք, չէ՞, այսինքն դες նարատիվ է գնում։ Դա իրենք համարում են, որ գիտես դա հզորի նարատիվ է, որովհետև դու ընդունում ես քո սխալը, դու ընդունում ես, որ դու կարող ես ընդհակառակ ոչ թե որ սա պարտադրված է, որ դա ճիշտ է, որ դա արդարության վերականգնում է, այո, պետք է հասկանալ, որ մենք էլ իրենց աչքերով պետք է նայենք։ Հա, ավելի պես բան է տալիս, հա։ Հա, պատասխանեմ։ Նայեք, նարատիվոլոգիայի մեջ կա հատուկ մեթոդաբանություն։ Նայես քո նպատակը որն է։ Եթե քո նպատակն է, օրինակ, հայ տղամարդու կերպարը փլել, ճնշել իրան, բերել իրան դեպրեսիվ հիվանդությունների մեջ, օքեյ, խնդիրը լուծված է, եթե այդպիսի աշխատանք ես ստանում, ասում ես, որ ինքը ագրեսոր է, ագրեսոր տերմինով վատաբեկում ես իրան գցում ես մի դաշտ, որտեղից ինքը արդեն չի կարողանում դուրս գալ։
Բայց ես կարամ ուրիշ օրինակ բերեմ։ Օրինակ նույն հենց այդ նարատիվը դու կարող ես որպես դիվանագիտական աշխատանքի ժամանակ օգտագործես թշնամու դեմ, քանի որ դու թույլ ես ինչ որ աշխատանքներ տանես, բայց տարածես հասարակության մեջ ուրիշ նարատիվներ։ Օրինակ, մեզ հիմա անհրաժեշտ են 3 կարևոր նարատիվ, մենք խոսացել ենք դրա մասին։ Առաջինը դա պրոֆեսիոնալիզմի նարատիվն է։ Հայաստանում ամեն ինչ արվում է անորակ։ Ամեն ինչ, սկսած մասնավոր բիզնես ոլորտից վերջացրած պետական մարմիններում, ամեն ինչ բանկային համակարգում, ամեն ինչ անորակ է, ամեն ինչ կլիենտի հետ հարաբերությունը, կլիենտին հարգելու մոտեցումով չի արվում, մասսայական խնդրեմ է սա։ Սա ամենակարևոր խնդիրն է, պրոֆեսիոնալիզմի նարատիվը, որը ինքը հակաթշնամական չէ, ինքը Ադրբեջանին դեմ չի, Թուրքիային դեմ չի, ինքը ուղղված է մեր ձևափոխման, ինքը ուղղված է մեր լավագույն բաները հանելու, ինքը ուղղված է մեր խորքային փոփոխությունների, որը ստրատեգիական շատ բան կփոխի, սա շատ կարևոր նարատիվ ու ասեմ ավելին, սա եվրոպական նարատիվ է։ Երկրորդը դա կամավորությունն է, կամավորության նարատիվն է։ Այսօր Հայաստանում տարածվում է ընդհակառակը հակակամավորության նարատիվ, որ կամավոր լինելը դա վատ բան է, իսկ ընդհակառակը մեր գաղափարախոսության դա կարևոր մաս է դարեր շարունակ եղել։ Բերեք այս սրանով զբաղենք, որովհետև երբ որ դու կամավորությունը զարգացնես Հայաստանում, դա կբերի նրան, որ հայ մարդը արդեն իր փողոցը կհարգի, փողոցը չի աղբնետի, փողոցը կդառնա իր ընտանիքի մաս, վաղը ինքը այդ փողոցն է պաշտպանելու։ Այսենց դու ձևափոխում ես քո հասարակությունը։ Երրորդը մարդու իրավունքները։ Հայաստանի քաղաքացին չգիտի ոչ թե իր իրավունքը, այլ չգիտի իր պարտականությունը, այսա պետքա տարածես։ Տեսնում եք ինչքան է փոխվում արդեն մոտեցումը, երբ որ դու ելնում ես նպատակից, ելնում ես հասարակություն ձևափոխելու նպատակից, այլ նարատիվները, նարատիվոլոգիան սրա վրա պետք է ուղղված լինի։ Դա նշանակում է, եթե դու տարածում ես թույլ ագրեսոր նարատիվը, դա ուղղում ես, որ հասարակությանը ավելի թուլացնես։ Իսկ մենք ունենք մեծ քանակի հնարավորություններ, երբ որ հասարակությունը կարաս ձևափոխես։ Ուզում եմ մի օրինակ բերեմ 2018 թվականին Ռուսաստանում միջազգային ֆուտբոլի չեմպիոնատներ ու 17 թվականից սկսած ռուսական ամբողջ հենց այդ նարատիվային ինֆրաստրուկտուրան, ասենց ասած պրոպագանդայի ինֆրաստրուկտուրան սկսեց աշխատել նրա վրա, որ եվրոպացիները, ամերիկացիները, հյուրերը, հեսա որ գալու են, իրենք լավ մարդիկ են։ Ու քանի որ չեմպիոնատները լինելու էին Վոլգագրադ, այտենց դեպրեսիվ քաղաքներում պետքա լինեին, ոչ տուրիստական sense ասեմ, որ ու այս աշխատանքը արվեց նրա համար, որ հասարակության հետ կոնֆլիկտ չլինի, ու դուք գիտեք, մի ամսվա մեջ մի հատ կոնֆլիկտ չի եղել։ Ընդհակառակը հասարակություն, որը հյուրասեր չի, բոլոր հենց այդ հյուրերին adekvat ընդունել է, լավ հարաբերություններ են եղել։ Սեպտեմբերի 1-ից, երբ որ չեմպիոնատը ավարտվում է, սեպտեմբերի 1-ից ռուսական պրոպագանդան սկսում է ուրիշ նարատիվ տարածել, որ սրանք մեր թշնամիներն են։ Դու այսօր չես կարող նույնպիսի չեմպիոնատ կազմակերպես Ռուսաստանում։ Եթե դու ունես ամբողջ ինֆրաստրուկտուրայի հնարավորությունները, ունես մեդիայի, սոցցանցերի, մանավանդ այսօրվա ինստրումենտներ, որը Հայաստանում կան, եթե դու դա ճիշտ նարատիվ ես տարածում դրա միջոցով, հասարակություն փոխել այդքան դժվար բան չի։ Մի տարվա խնդիր է։ Ասացի հենց նույն պետական համակարգն է օգնում, որ թշնամական նարատիվները ներթափանցեն մեր հասարակություն։ Դե չգիտեմ, գիտակցաբար է դա արվում, թե ոչ գիտակցաբար է դա արվում, բայց այսօր օրինակ հենց այդ ագրեսիվի նարատիվը ընդհակառակը թուլացնում է հայ տղամարդուն, հայ զինվորին, հայ սպային, հայ սերժանտին, որովհետև այդ մարդիկ խնդիր չունեն, իրենք վատը չեն, դու իրենց ինչի ես վատացնում։ Եթե դու հասկանում ես, որ հենց այդ մոտեցումը դիվանագիտական դաշտում կարող են այս պահին օգնել, օքեյ, ես դիվանագետ չեմ, օգտագործի դա, բայց ինչու ես իմ հասարակության դեմ դա օգտագործում։ Թուլացնում, որովհետև քո վաղը հենց այդ հայ տղամարդը պետք է չէ զենքը ձեռին դուզ գա պաշտպանի։ Դիվանագետը չի անելու դա։ Որ զինվորը արդեն մտածում է ինչու պիտի պաշտպանեմ, եթե միևնույնն է մենք սխալ ենք։ Ու այսօր մարտական նարատիվներից մեկը, որը թշնամին օգտագործում է մեր դեմ, ամենակարևորը իրենք ուղղել են իրենց աշխատանքը հայ տղամարդու կերպարը փոխելու վրա։
որովհետև բոլոր հետազոտությունները ցույց են տալի, որ առաջինը հայ տղամարդը պաշտպանելու է իր ընտանիքը, ու հիմա երկրորդ փուլում իրենք ընտանիքն են թիրախի տակ դնում, երկրորդը ինքը թաղն է պաշտպանելու, երրորդը գյուղը, քաղաքը, որտեղ ինքը ծնվել մեծացել է, չորրորդը մարզը, նոր ամենավերջինը Հայաստանի Հանրապետությունը։ Ու սա ոչ թե վատ է, օրինակ Ռուսաստան հակառակն է, ինքը պաշտպանելու առաջինը կայսրությունը, նոր վերջում իր ընտանիքը։ Դու սա հասկանալով պետք է կարողանաս հայ տղամարդուն քո նարատիվային աշխատանքներով բերես նրան, որ եղբայր Հայաստանի Հանրապետությունը, սա քո ընտանիքն է։ Երբ որ քո երեխեն փողոցով ման է գալիս է տուն ու փողոցը կեղտոտ է լինում, ինքը հենց այդ աղբը տուն է բերում։ Դու պետք է հետևես, որ փողոցը մաքուր լինի։ Դու պետք է հետևես, որ դպրոցը ձեր գյուղի, քաղաքի որակով լինի, որովհետև երբ որ ինքը երեխեն այնտեղ վատ կրթություն է ստանում, այդ աղբը նույն ձևի տուն է բերում։ Այսինքն դու պետք է աշխատանքով իրեն բերես նրան, որ այս Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մեկինը չի, որը պաշտոնյա է, այլ քոնն է։ Եթե դու այս աշխատանքը չես ստանում, ընդհակառակը ասում ես, որ դու թույլ ես, դու պարտված ես, դու ագրեսոր ես, ո՞նց է սպասում, որ վաղը ինքը այդ պետականությունը պաշտպանելու է։ Ո՞նց է սպասում, որ վաղը իր տղան, երբ որ գնում է բանակ, այդ գաղափարով է գնալու այնտեղ։ Ու երբ որ դու այս աշխատանքը տանում ես, դրա համար դա բերում է նրան, որ դու ունես պոստ-տրավմատիկ սինդրոմ ամբողջ հասարակության մեջ։ Բանակում ունես պոստ-տրավմատիկ սինդրոմ։ Դու չես աշխատում, որ այս հասարակությանը հենց այդ իրավիճակից անես։ Դա եւ բերելու է որպես մուլտիպլիկացիոն էֆեկտ, որ քո տնտեսությունն է վաղը վատ վիճակի մեջ լինելու, որտեվ այս հոգեբանական իրավիճակը, սա դուք ինձնից լավ գիտեք, կոգնիտիվ դարում, կոգնիտիվ ոլորտում ինքը մուլտիպլիկացիոն էֆեկտ է տալի ամեն ուղղությունների վրա։ Գիտեք, Հայկ, ես լսում ու մտածում եմ, որ եթե օրինակ լինեին հասարակության մեկ այլ շերտի ներկայացուցիչներ, կասեն, որ դուք ինձ էլ ես շատ եմ լսում, դուք վատատես եք։ Մինչդեռ ամեն ինչ այդքան վատ չի, դուք շատ եք խտացնում գույները, դուք ասելով ձեզ կոնկրետ նկատի չունեմ, բայց տվյալ պարագայում միգուցե մեզ է գրեք, որ դե լավ, ինչքան կարելի է դժգոհել ամեն ինչից, ամեն ինչ շատ լավ է, մենք խաղաղություն ենք հաստատել, երբեք նման հնարավորություն չի եղել։ Այսօր մարդիկ ավելի լավ են ապրում, քան նախկինում։ Ինչու եք տենց այդքան ամեն ինչը բացասական նայում։ Այսինքն մենք ունենք կարծեք երկու մոտեցում։ Մի հասարակության մի շերտը ամեն ինչը տեսնում է ռիսկերի, սպառնալիքների դեպի բացասական, որ այսինքն լավ չի, պետք է լուծել եւ հիմնական խնդիրներ կան, քաղաքակրթական խնդիրներ կան, անվտանգային եւ այլն։ Իսկ մյուս հատվածը ասում է թուլացեք, հանգստացեք, վայելեք, ամեն շատ ավելի լավ է։ Դուք եք բարթացնում իրական տես բան չկա։ Հա, հասկանում եմ ինչ եք ասում, բայց ես վատատես չեմ, ես ընդհանրապես լավատես եմ։ Կարող եմ այսպեսի պատասխանեմ։ Գիտեք, չէ, օպտիմիստը պեսիմիստից ինչով է տարբերվում։ Պեսիմիստը դա մարդը, ով թունելն է տեսնում, օպտիմիստը դա մարդ է, որ թունելի ծայրին լույս է տեսնում, իսկ ռեալիստը դա մարդ է, ով տեսնում է, որ այնտեղից պոեզն է գալի քո վրա։ Հիմա ինձ թվում է, որ այո, ես համաձայն եմ, որ հիմա մենք ունենք լավ հնարավորություն այս խաղաղություն վայելելու համար, բայց դա շատ կարճաժամկետ է, ու դու երբ որ ունես այս հնարավորությունը, պետքա օգտագործես քո ուժերը ուժեղացնելու համար։ Բայց այս խնդիրը այդտեղ է պարադոքսը, որ խաղաղությունը մեզ տրվել է հենց այդ պայմանով, որ մենք չուժեղանանք։ Այսինքն եթե մենք պիտի ուժեղանանք, ապա այդ խաղաղությունը պետք է վաստակենք։ Ով է մեզ խանգարում դա անելու։ Նայեք, կա Չեխոսլովակիայի օրինակը կա։ Կռահեն մարդիկ։ Չեխոսլովակիայի օրինակը կա։ Ուրեմն սովետական միության ժամանակ Չեխոսլովակիայի բոլոր ղեկավարները ընտրվելուց հետո հավաքելուց են եղել հասարակության առաջնորդներին ու փակ հանդիպումներ են միշտ իրանց հետ ունեցել։ Իրենք ասելուց են եղել սենց, նայեք, հարգելիներս, մենք սովետական ազդեցության տակից դուրս գալու հնարավորություն չունենք։ Կոմունիզմը մեր գլխավոր գաղափարախոսությունն է, բայց դուք պետք է պաշտպանեք մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեկ էլ մեր ազգային գաղափարախոսությունը, դուք զբաղվեք սրանով։ Մենք տարին մեկ անգամ ձեզնից ինչ որ մեկին նստացնելու ենք, բայց դուք պատրաստ եղեք դրան։ Ու դա բերել է նրան,
որ սովետը փլվելուց հետո Չեխոսլովակիան եզակի պոստսովետական պետությունն է, որը հանգիստ բաժանվել է Սլովակիայից։ Իսկ Չեխիան այսօր լիարժեք եվրոպական պետություն է, որի տնտեսությունը զարգանում է, ինքը իր ինքնությունով զբաղվում է, լավ է, վատ է, դա արդեն երկրորդական իրենց խնդիրն է, բայց այս մոդելը ցույց է տալի, որ եթե դու ազգամետ ես, եթե դու մտածում ես քո ապագայի մասին, բոլոր ճգնաժամի հնարավորությունների ժամանակ դու պետք է գտնես այն հնարավորությունները, որ քո հասարակության հետ հարաբերություն ունենաս։ Եթե դու քո հասարակության հետ հարաբերություն չունես, վաղը հիմնվելու կամ ինչ-որ մեկի հետ աշխատելու այդ հնարավորությունն էլ չես ունենալու։ Ես գտնում եմ, որ այսօր շատ մեծ հնարավորություն կա եւ իշխանության համար, որ ինքը հիմնվի հենց մեր հասարակության վրա։ Այս խնդիրը մեզ մոտ այսօր հենց դա է, որ հասարակություն, իշխանություն պարակտում կա, այսինքն իշխանությունը աշխատում է մի ստվար հատվածի հետ, ով կիսում է իր գաղափարները, եւ այդ բևեռացումը կարծեք խորանում է ավելի։ Դե դրա համար էլ Չեխոսլովակիայի օրինակը բերեցի։ Դե մենք արդեն անցել ենք այդ этаպը, մենք այլևս չենք կարող Չեխոսլովակիայի օրինակով նորից վերականգնել մեզ այդ этаպը մենք բաց ենք թողել ձեռքից, հիմա ինչ անել։ Փորձեն վերականգնեն այդ этаպը։ Այդ этаպը վերական։ Դե դա արդեն անցած этаպ է, մեզ նոր մոտեցում է պետք, նոր լուծումներ են պետք, ինչպես դուրս գալ Ես տեսնում եմ, որ այսօր եւ իշխանությունը եւ կառավարությունը ունի պրոֆեսիոնալիզմի խնդիրը։ Դա վառ է երևում։ Եվ իրենք ունեն այդ անհրաժեշտությունը, որ գտնեն հասարակության մեջ այն մարդկանց, որոնք հասկանում են ինչ է նշանակում որակ, հասկանում են ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ։ Եթե իրենք այդ քայլին չգնան, իրենք են խնդիրներ ունենալու։ Դե դա մեծ խնդիր է, մարտահրավեր է, դա ոչ թե հասարակության համար եւ կառավարության եւ պետականության համար է մարտահրավեր։ Բարձր ստանդարտների կիրառումը երկու լուրջ ռիսկ է պարունակում։ Մեկը այն, որ դա պահանջում է հավելյալ աշխատանք, երկրորդը մրցունակության, այսինքն աստիճանի բարձրացում, որտեղ հենց իրենք կարող են պարտվել։ Հետևաբար ձեռնտու չի պրոֆեսիոնալ դաշտում պրոֆեսիոնալիզմ բերելը, որտեղ հենց իրենք, այո, դուք շատ ճիշտ եք ասում, պրոֆեսիոնալ չեն եւ առաջին հերթին անմիջապես հենց որ այդ չափորոշիչները սկսեն, այսպես լույսի ներքո ներկայացնել, པարզ կդառնա, որ այդ մարդիկ պարզապես չեն անպատասխան ոչ կրթությունը, ոչ իրենց բեքգրաունդը, ընդհանրապես վերցնենք նույն падգամավորներին, հա, որ խայտարակությունը ուղղակի երբ որ նայում ես թե ովքեր են կամ նույն անգամ նախարարություններում աշխատողները, սկսած նախարարներից վերջացած մնացածով, հետո այդ հարցերի չի լուծվելու։ Ես հույս ունեմ, որ այդ շանսը կա եւ հույս ունեմ, որ իրենք ունենալով հենց այդ նույն էկզիստենցիոնալ խնդիրը կգնան այդ քայլի եւ կհամագործակցեն հասարակության հետ։ Այլ ընտրանք իրանք չունեն։ Մենք բոլորս մի նավակի մեջ ենք, ուրիշ եթե նավակը վատ ուղղությամբ գնա, մենք բոլորս ենք խնդիրներ ունենալու։ Իրենք ավտոբուսի մեջ են, մենք ենք նավակի մեջ։ Բայց նա այդ ավտոբուսը նավակի մեջ է։ Եվ վերջում իմ ավանդական դարձած հարցը մի քանի դրական հատկանիշներ նշեք, որ ըստ մենք պետք է ավելի ուշադրություն դարձնենք մեր մեջ։ Կարելի է մի հատ մի բան պատմեմ, որը կլինի իմ պատասխանը։ Իմ ազգանունը Տրունյան է։ Մեր ազգը շատ փոքր ազգ է ու բոլոր մարդիկ, ովքեր Տրունյան ազգանունով են, դա իմ բարեկամն են։ Ու ես մինչև 12-րդ սերունդը մեր ընտանիքի ճանաչում եմ, գիտեմ, ու մենք ուտիկից ենք, Շահումյանից ենք, ու բոլորին ճանաչում եմ, մեր տողմածառը ձևավորել ենք, բայց երբ որ տեղափոխվեցի Հայաստան ու քաղաքակրթական հետազոտությունների շրջանում սկսեցի զբաղվել հետազոտություններով գավառների, հայկական աշխարհների, ես հայտնաբերեցի, որ մենք ունեցել ենք Գողթ գավառ, որտեղ եղել են Տրունիների տողմա, Տրունիների իշխանական տողմն է եղել, որը ուրարտական ծագում ունի, ու Տրունիները 7-8-րդ դարում պարսիկների պատերազմի ժամանակաշրջանում փլվել են որպես իշխանականներ եւ իրենցից ինչ որ փոքր մասը տեղափոխվել է ուտիկ ու այնտեղ հիմնել է Տրունյան ազգանունը։ Հետաքրքիր։ Ու ինձ համար դա շատ մեծ շոկ էր,
երբ որ դու հասկանում ես, թե դու ով ես, սա ոչ թե հպարտություն, այլ պատասխանատվություն։ Երբ որ դու ճիշտ ես հասկանում, թե դու ով ես, դա քո ներսում շատ բան է փոխում։ Դա քեզ սենց ձգում է, որ դու հասկանաս, որ դու պետք է համապատասխանես դրան։ Դու պետք է քեզնով միշտ զբաղվես։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կրթությունը չի դադարվում, դու ամեն օր պետք է քեզնով զբաղվես։ Ու մարտահրավերներն ամեն օր են։ Ու երբ որ դու սրան նայում ես որպես պատասխանատվություն եւ նայում ես որպես ոչ թե խնդիրներ, այլ մարտահրավերներ, կյանքը իրականում դառնում է հետաքրքիր։ Ես կոչ եմ անում, որ մենք բոլորս հասկանանք, թե մենք իրականում ովքեր ենք։ Երբ որ դու դա ճիշտ ես հասկանում, դրա պատասխանատվությունը սկսում ես կրել, խնդիրները դառնում են ընդհանուր մարտահրավերներ։ Շնորհակալ եմ, Հայկ։ Ամեն դեպքում դա որպես, այսինքն կարծում ես մեր շատերի մոտ կա այդ հոգեվիճակը, որ իրենք ուզում են իրենց ճանաչեն եւ պատասխանատվություն կրեն, որպես դրական հատկանիշ։ Վերջի 25 թվականին էր Վայթեն վերջի հետազոտությունը, հոգեբանությունների ասոցիացիան, միջազգային ասոցիացիան հետազոտություն էր արել, թե մարդը հիմա ինչից է վախում։ Նախկինում մարդ վախելուց եղել մահից։ Հիմա մարդիկ վախում են կյանքի իմաստ կորցնելուց։ Մեզ բոլորիս իմաստ է պետք։ Մենք այնքան այս վերջի տարիների մեջին վատ իրավիճակի մեջ ենք եղել, որ դաժե երազանք ենք կորցրել։ Մեզ դաժե չեն թույլ տալի երազել։ Մեզ իմաստ է պետք։ Երբ որ դու մեծ գաղափարախոսություն ես ունենում, այլ աշխատանքները, խնդիրները լուծելն էլ է հեշտ դառնում։ Հայկ, շատ շնորհակալ եմ այս կարևոր եւ հետաքրքիր զրույցի համար, բարձրաբանումների, մեկնաբանությունների, մտքերի համար, որոնք վստահ եմ մեր հեռուստադիտողներին շատ կարևոր եւ օգտակար կլինեն, հետեւելու նաեւ ձեր կենտրոնի աշխատանքներին, այն product-ը, որ տալիս եք, ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ բարեկամներ մաղթում եմ, որ շարունակեք այդ ճանապարհով, այսինքն պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության, հայրենասիրության, ինքնաճանաչման ճանապարհով եւ ամենակարևորը չվհատվեք։